Մինչև հունիսի 1-ը պետք է ընդունվի ընտրական նոր օրենսգիրքը այս օրերին ազգային ժողովում խմբակցություններն ընտրական օրենսգրքի շուրջ առաջարկներ են մշակում։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը գույքագրում է ընտրական պրոցեսը խաթարող անօրինականությունների ցանկը եւ դրան հակազդող իրավական օրենսդրական մեխանիզմ առաջարկում։ Առաջին լրատվականի հետ զրույցում ազգային ժողովի Բարգավաճ Հայաստան կուսակցություն խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ խորհրդարանական համակարգին անցնելու ժամանակ այս օրենսգիրքը առանցքային է լինելու ընտրական նոր մշակույթի ձևավորման համար։ Ըստ նրա կա քաղաքական կամք ունենալ ընտրական այնպիսի փաստաթուղթ, որը հնարավորինս կսեղմի ընտրակեղծարարության բոլոր սողանցքները։ Մենք կարևոր ուրեմն քայլ ենք անում 100%-անոց համամասնական ընտրականի անցում, պիտի մենք հասկանանք, որ համամասնական ընտրակարգը ինքը տարբեր մոդիֆիկացիաներ ունի, կա համամասնական ընտրակարգ, որը շատ ավելի ռիսկային եւ շատ ավելի վտանգավոր է իր բովանդակության մեջ, քան նույն մեծամասնական ընտրակարգը, ուստի այստեղ եւս շատ զգուշ պիտի լինել, որպեսզի մենք, ինչպես ասում են, աչքը ունքը սարքելու փոխարեն աչքն էլ չտանք չհանենք, այս պահին մեր մասնագետներին, իրավաբաններին, փորձագետներին հանձնարարված է առաջիկա 10 օրվա ընթացքում նախապատրաստել բոլոր հնարավոր առաջարկները, որ մենք տեսնում ենք ակնառու, որ անպայմանորեն պիտի փոխվեն ընտրական օրենսգրքում, որից հետո քննարկումները արդեն կտեղափոխվեն խմբակցություն եւ արդեն խորհրդարանական քննարկումների ժամանակ մենք մեր տեսակետը կներկայացնենք։ Ընտրական օրենսգիրքը նրա խոսքով պետք է արմատական փոփոխության ենթարկվի։ Կարևոր է այն հարցը, թե որ դեպքերում է իսկապես անհրաժեշտ երկրորդ փուլի գնալը, որ այն չդառնա ինքնանպատակ կամ որևէ ուժի համար անհրաժեշտ գործիք։ Շատ լուրջ աշխատանք է տարվում եւ ինձ համար անկեղծ հասկանալի չեն այն քաղաքական ուժերի հայտարարությունները, որ այս երկու օրերին հնչեցին, որ իրենք չեն մասնակցելու ընտրական օրենսգրքի փոփոխություն։ Գիտեք, ամենահեշտ տարբերակը դա է, ասել, որ ես չեմ մասնակցում եւ ես պատասխանատու չեմ։ Ոչ, Բարգավաճ Հայաստանը մասնակցելու է եւ Բարգավաճ Հայաստանը լինելու է պատասխանատու։ Արդյոք իշխանությունը քաղաքական կամ կցուցաբերի ասելը այլ բան է, գործով ապացուցելը, քայլ անելը այլ բան է։ Կաշխատենք, կտեսնենք, կընդունվեն այն փոփոխությունները, որոնք ըստ մեզ, ըստ հանրության, ըստ քաղաքական ուժերի իրապես կարող են զսպել, իրապես կարող են բռնել ընտրակեղծարարի ձեռքը։ Կտեսնենք, չեն ընդունվի, այդ ժամանակ արդեն մենք մեր գնահատականը դիրքորոշումը կհայտնենք։ Ընտրական օրենսգրքի վրա աշխատող հանձնախումբ է ստեղծվել, որը պարբերաբար հավաքում եւ քննարկումներ է անում առաջիկա հիմնական ուղենիշային հասկացությունների հիման վրա։ Հայ հեղափոխական դաշնակցությունը իր մոտեցումները ներկայացրել է այդ հանձնախմբին։ Այդ մասին ասաց ազգային ժողովի Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։ Ինչպես հայտարարել ենք, մեզ համար սահմանադրության ընդունումից հետո կարևորագույն հաջորդ փուլը նոր ընտրական օրենսգիրքն է։ Եվ մենք փորձելու ենք ամեն ինչ անել, որ ընտրական օրենսգիրքը իսկապես երաշխավորի համամասնական լիարժեք ընտրություն, թաքուն կամ բացահայտ առավելություն չտալով որևէ քաղաքական ուժի։ Այդ ուղղությամբ աշխատում։ Առաջինը նվազագույնի հասցնել հնարավոր ընտրախախտումները։ Գոնե այս անգամ այնպես անել, որի դառը փորձը մենք ունենք, որ վստահությունը ընտրությունների հանդեպ լեգիտիմությունը իսկապես բարձրանա։ Ես իդեալիստ չեմ, գիտեմ, որ մեր նման երկրներում 100%-ով իդեալական ընտրություններ ընդհանրապես հնարավոր չեն եւ որևէ տեղում հնարավոր չեն, բայց որ մենք ունենք շանս հնարավորություն դրան գնալու, դա պիտի անենք։ Մեզ նաեւ հուսադրում է այն, որ հանրապետության նախագահը իր վերջին ելույթներից մեկում հստակ հայտարարել է, որ իրենց համար, իշխող կուսակցության համար ցանկացած թեմա, ցանկացած հարց, որը կնպաստի ընտրությունների հանդեպ վստահության մեծացման, իրենք պատրաստ են քննարկել եւ լուծումներ գտնել։ Աղվան Վարդանյանը նշեց, որ իրենք արել են ամենակարևորը, արձանագրել են 100% համամասնական ընտրություն, որին տասնամյակներ շարունակ իշխանությունը ատամներով դեմ է եղել։ Պատգամավորը վստահ է, որ հաջորդ խորհրդարանը այլ որակի կլինի եւ դաշնակցությունն անշուշտ կլինի հաջորդ խորհրդարանում։ Սիրանուշ Պապյան, Մարաթ Հովհաննիսյան, Առաջին լրատվական։